Փարիզը բացահայտելու անվճար ուղեցույց մաս առաջին։ Օրը սկսում ենք Սենա գետի ափին Ալեքսանդր III կամրջից։ Այն Փարիզի ամենաշքեղ կամուրջն է իր ոսկեգույն արձաններով ու կամրջից բացվող տեսարանով։ Իդեալական վայր առավոտյան զբոսանքի եւ լուսանկարվելու համար։ Հաջորդ կանգառը ինվալիդների տունն է, որը կառուցվել է Լյուդովիկոս 14-րդի հրամանով որպես ֆրանսիացի վետերանների հիվանդանոց ու կացարան, իսկ այսօր այստեղ ռազմական թանգարան է ու Նապոլեոն Բոնապարտի դամբարանը։ Այն հեշտ է ճանաչել իր փայլուն ոսկե գմբեթով։ Ուշադրության են արժանի կամրջի դիմացի երկու ճարտարապետական գոհարները՝ Մեծ պալատն ու Փոքր պալատ։ Մեծ պալատի ապակի գմբեթը պարզ երևում է Ալեքսանդր III կամրջի։ Երկուսն էլ մշակութային համալիրներ են, որտեղ կարելի է տեսնել մոդայի, արվեստի ցուցադրություններ, միջազգային ու գիտական միջոցառումներ։ Փոքր պալատի մուտքը անվճար է։ Անպայման կանգառ արեք Կոմիտասի արձանի մոտ, որը տեղադրվել է 2003 թվականի ապրիլի 24-ին 1915 թվականի հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակին։ 2009 թվականին արձանի հարակից փոքր այգին վերանվանվեց Երևան անունով։ Հաջորդիվ գնում ենք բացահայտելու Փարիզի ամենահայտնի փողոցը Շանզելիզեն, որը հայտնի է իր բարձրաճաշակ սրճարաններով ու բրենդային խանութներով։ Իսկ փողոցի վերջում մեզ է սպասում հաղթանակի կամարը։ Կամարի բարձունքից բացվում է քաղաքի ամենագեղեցիկ տեսարաններից մեկը։ Կառուցումը սկսվել է 1806 թվականին Նապոլեոն առաջինի նախաձեռնությամբ Աուստերլիցի ճակատամարտում տարած հաղթանակի պատվին։ Շինարարությունը տևել է 30 տարի։ Մեր վերջին կանգառն Էյֆելյան աշտարակն է։ Աշտարակ բարձրանալու տոմսերը ձեռք բերեք նախապես։ Ըստ ինձ ամենագեղեցիկ տեսարանը երկրորդ հարկից է 115 մետր բարձրությունից։ Իսկ գագաթը 276 մետր բարձրությամբ ամենախիզախների համար է, հասանելի է միայն վերելակով։ Բացի գեղեցիկ տեսարանից այստեղ կարելի է տեսնել Գուստավ Էյֆելի անձնական գրասենյակի կրկնօրինակը։ Իսկ եթե ժամանակին բարձրանաք աշտարակն ու իջնեք, կկարողանաք մոտիկից տեսնել աշտարակի առկայծող լույսերը։ Աշտարակի լույսերը սկսում են փայլել մայրամուտից հետո յուրաքանչյուր ժամը 1 տևում է 5 րոպե։